երիտասարդ են, մենք պատրաստել պետք մեզ դարպասապահներ, որ էլի ունենք 2 երիտասարդ դարպասապահ, որոնց վրա ինտենսիվ աշխատանք է տարվում։ Արազոս Բիլիսի մասին չեմ ուզում խոսել, որովհետև արդեն ինքը մեր հավաքականի անդամ է եւ շատ կուժեղացնի մեր ազգային հավաքականը, եւ եթե նայեք երիտասարդական հավաքականը ցանկացած ֆուտբոլիստ կարող է հայտնվել ազգային հավաքական։ Դուք անձամբ հավատում եք, որ այս թիմը, որ մենք այսօր ունենք, սա դեռևս թույլ թիմ է, որտեղ մենք մյուս տարի ավելի ուժեղ թիմ ենք ունենալու։ Ես համոզված եմ դրանում, որ մենք մյուս տարի ավելի ուժեղ թիմ ենք ունենալու։ Մենք իրականում եմ ասում, դուք հաշվի առեք մի բան, Հենրիկ Մխիթարյանը 22 տարեկան է, Յուրա Մովսիսյան, Գևորգ Ղազարյան, անունները բոլորի Կարլեն Մկրտչյան, Արազոս Բիլիս, մի տարի հետո նրանք ավելի որակետներով ավելի են ուժեղանալու, ավելի են կատարելագործելու։ Աստված մի արարչի, եթե ֆուտբոլիստը վնասվածքից ձերբազատված չի, բայց Աստված մի արարչի, վնասված եթե լինի, դա այլ խնդիր է։ Բայց մեր ֆուտբոլիստները բոլորը երիտասարդ են եւ խաղալով նրանք իրենց որակները ավելի են բարձրացնել։ Ես պիտի մի հարց տամ, ինքս այդ հարցի պատասխանը ունեմ, բայց ես ուզում եմ, որ դուք դրա պատասխանը հնչեցրեք, որտեղ Երևանի մեր Հայաստանի տարբեր ծայրամասերում այդ հարցը, եթե ոչ բացահայտ, բայց հնչում է։ Դուք համաձայն եք այն փոփոխության հետ, որ կատարեց Վարդան, կամ ձեր մեկնաբանությունը այն փոփոխության մասին, որ կատարվեց մեր վերջին խաղում, խոսքը 2 հենակետայինի փոխարեն խաղացնել Մալաքյանին։ Իհարկե։ Ես կծիծաղեի, որ Վարդան Մինասյանը 2 հենակետայինով խաղար Իռլանդիայի հետ, որովհետև Իռլանդիան մեջտեղը ֆուտբոլ չի խաղում, իրանք հերվից դարպասապահից դարպասապահ 2 հենակետայինը ինչ անել, մի հոգի կորցներ իզուր տեղը։ Էդգար Մաղաքյանի խաղադաշտում լինելը դա տակտիկական լրիվ ուրիշ խնդիր է, չլիներ Չարաբասի կարմիր քարտը, կտեսնեինք ճիշտ է թե չէ։ Բնականաբար բոլորը կասեն Վարդանը ճիշտ արել, եթե չլիներ կարմիրը, եթե արել։ Հիմա երբ որ չկա անհաջողություններ, բնականաբար կլինեն մարդիկ, որոնք քննադատեն, կասեն նորմալ է, բայց ես գտնում եմ, որ տակտիկապես բարձր ճիշտ արել։ Ավելի շատ այստեղ ժողովրդի կարծիքը այսպեսին է, որ հաղթող կազմը փոխեց եւ բախտը երես թեքեց։ Գիտեք ինչ, ինչ է նշանակում հաղթող կազմը փոխեց։ Հիմա նույն Հյուզբաշյանը ստիպված խաղում էր Մկոյանի տեղը, որովհետև Մկոյանը որակը պաշտպանի գիծը չհաշվենք, որտեղ այնտեղ հարկադրված փոփոխություն է եղել Մակեդոնիայում։ Այդ դեպքում բոլորը պետք է հաշվեն։ Միգուցե իրավացեք, դա էլ պետք է հաշվի առնել այդ դեպքում, բայց գիտեք ինչ, կա այնքան բա հիմա խաղը երբ որ պարտվում ես, դրանից հետո միշտ հետևից, հետին հայացքով նայելով անընդհատ կա, դե եթե Էդգար Մաղաքյանը չկորցներ գնդակը, դե եթե Բերեզովսկին դուրս չգար, դե եթե 10 համարը հաստատ ձեռքով չաղար, այնքան բաներ կարող ենք ասել, ցանկային խփել, բացել։ Գիտեք ինչ, ստացվել է, բայց տենց է եղել։ Մեր հավաքականը 10 հոգով խաղացել է լավ ֆուտբոլ, չի մտել առոտ, չի փակվել դարպասի մեջ, խաղացել է ագրեսիվ, կոմբինացիոն գեղեցիկ ֆուտբոլ։ Չլիներ, ես էլ ասում եմ, չլիներ Վալերայի շտապողականությունը, կարողանալ մենք հաղթեինք։ Այնքան չլիներ կարծիք շատ է քննարկվում, եթե երկրորդ խաղակեսը 0-0 հաշվի դեպքում սկսել 0-0 հաշվից հետո ես համոզված եմ, Իռլանդիան Սլովակիայի օրներ են գնալու։ Պարոն Հարապետյան, Իռլանդիայի պարտությունը 2 տիպի ազդեցություն կարող է ունենալ մեր հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստների վրա, կամ հոգեբանորեն ընկճվածությունը կշարունակվի, կամ ավելի կկոփի այդ տղաներին, որովհետև շատ ավելի լուրջ բան տեսան ֆուտբոլում։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Ես ասեմ ձեզ, իմ անձնական կարծիքով ես մի քանի անգամ նշել եմ, այս տղաները անկախության սերունդի տղաներ են, հանք ուրիշ մտածելակերպով տղաներ են։ Երբ որ Ղարաբաղյան պատերազմում մենք ունենում էինք անհաջողություններ, մեր բանակը, մեր ժողովուրդը չէր թողում դիրքերը ու փախնում։ Հակառակը համախմբվում են, նույնիսկ այն կուսակցությունները, որոնք իրար չէին սիրում, միանում էին իրար ու գնում էին առաջ ու գնացին ու հաղթեցին։ Իմ կարծիքով մեր տղաները ավելի համախմբվելու են, ավելի են կենտրոնանալու։ Ես ասեմ ձեզ, ես ուրախանում եմ ամենաշատը մի բանից, որ մենք ունենք հավաքական, որը մի ընտանիք է։ Եթե դուք գնաք տեսնեք մի ընտանիքի պես է, ոնց որ բոլորի եղբայրներն են, մի ընտանիքի անդամներն են։ Այ ֆուտբոլում միշտ մեր ֆուտբոլային պատմության մեջ, եթե խորանանք ուսումնասիրենք, մեր դժբախտությունը եղել է, երբ որ մենք ընտանիք չենք եղել, եղել կոլեկտիվ չի եղել։ Ինչ էր, մի հատ բան կար մեր ազգի մեջ մտածել,
կոլեկտիվ սպորտաձև մենք չենք կարողանում խաղալ կամ զարգացնել։ Չէ, Հայաստանի ազգային հավաքականը, շախմատի հավաքականը ապացուցեցին դրանք, որ կոլեկտիվ խաղերում մենք նաև մենք այդպիսի ազգ ենք, որ կարողանում ենք։ Ուղղակի այլ մտածելակերպով, այլ համակարգում ապրած ու մեծացած մարդիկ են։ Բացի դրանից ուրիշ աշխատանք էր տարվել նրանց հետ։ Հիմա այս մարդիկ ուրիշ մտածելակերպով նվիրված դվիրյալ երեխեք են։ Դες ազնվորեն եմ ասում, ես չեմ կարծում, նրանք իմ կարծիքով պետք է ավելի համախմբվեն ու իրենք պատժելու են այն մարդկանց, ովքեր իրանց տկապան բանարդայինները։ Շատ լավ է, ես առաջարկում եմ մի փոքր հիմա ընդմիջենք մեր զրույցը այդ պատժի հետ կապված նորից մրցավարության եւ այն ինչ կատարվեց Իturralde-ի հետ, միայն մենք չենք դրա մասին խոսում, ամբողջ եվրոպական թերթերը մամուլն են խոսում այդ խաղի մասին եւ մենք փոքրիկ հատվածներ ենք անում։ Այո, ամենահետաքրքիրները առանձնացրել ենք ինչ սկզբունքով նախ իռլանդական մամուլի արտահայտությունը Irish Independent-ը գրել է, որ տառապեք փոքր ազգեր, դյուրահավատ հայերը մեր քաղաք են եկել այդ բարդությունից ազատվելու համար, իսկ մենք անամոթաբար նրանց ամրացրինք մեր երբեմնի կարգավիճակը, ձեռքով խաղի միջազգային դավադրության զոհեր։ Երբ խիզախ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին, բոլորիս մեջ ինչ-որ բան մահացավ։ Այսպես իռլանդացիները իրենք կարծիք հայտնեցին, որովհետև մեկ ընտրական մրցաշրջան առաջ իրենք էին հայտնվել այդ իրավիճակում։ Հիմա բրիտանական մամուլից մի հատված The Guardian-ը հանրահայտ գրել է, որ Հայաստանն այդ խաղում հաստատվեց ճարպիկ եւ տեխնիկական ֆուտբոլ խաղացողի իր համբավը եւ տրապատոնին ստիպված էր ընդունել, որ նրանք շատ լավ ֆուտբոլ խաղացին եւ նույնիսկ գերազանցում էին իռլանդացիներին։ Ավելացնում եմ, որ իռլանդացիները բացի երկրորդ խաղակեսի սկզբնամասից գեղեցիկ ֆուտբոլ չցուցադրեցին, ինչը սովորական բան է տրապատոնի թիմի համար։ Ու նաև The Guardian-ի վերլուծաբան Փոլ Դոյլը հիշեցրել էր, որ երբ Թիերի Անրին ձեռքով խաղաց, ամբողջ Իռլանդիան սգում էր եւ ամբողջ աշխարհը նրանց հետ միասին էր։ Հիմա իռլանդացի ֆուտբոլիստը Սայմոն Քոքսը ինքը ձեռքով խաղաց, բայց հետո առաջինը գնաց բղավեց մրցարարին, որ պատժի դարպասապային այնիշ կարող էր խոստով անել, որ ինքը ձեռքով է խաղացել։ Սա բրիտանական մամուլի կարծիքն է եւ նաեւ իսպանական մամուլը իրենց մրցավարի աշխատանքին է անդրադարձել, մի քանի պարբերականներ իրենց հոդվածներում նշել են, որ Իturralde-ն իր սխալ որոշումներով Հայաստանի հավաքականին հնարավորություն չտվեց դուրս գալ եզրափակիչ փուլ։ Պարոն Այրապետյան, այստեղից իհարկե չեմ ուզում նորից մրցավարության թեման շարունակել, բայց այս համախմբվածությունը ամբողջ աշխարհի ինչպես է գնահատում, երբ բոլորը նկատել են Հայաստանի հավաքականի նկատմամբ անարդարություն։ Գիտեք, շատ լավ եմ գնահատում եւ բարձր մարդկանց նույնը, եթե հիշում եք, մենք բոլորս, երբ որ Իռլանդիայի նկատմամբ Թիերի Անրին ձեռքով խաղաց, մենք բոլորս էլ որպես ֆուտբոլասեր տխրել ենք ու հայում էինք առանձին զրույցներում կամ բան, որ անարդարություն է կատարվել։ Իրականում շատ լավ է, որովհետև ամբողջ աշխարհը որպես միանգամից մամուլը ոտքի է կանգնում, սրանք իհարկե ազդում են նաև մրցավարների վրա, իհարկե եթե նման հոգեկան մրցավար չի, գոնե, ասենք մրցավարը մարդը կարա սխալ անի, այս դեպքում այս մրցավարը ես սխալից հետո շարունակել է իր իդիոտությունների չափ բանը ավելի ավելացնել, որոշ արարքներ թույլ տալով, բայց մարդ են իրանց վրա էլ ազդում եւ իմ կարծիքով բարոյական կլինի նրանց համար բարոյականպես կազդի, որպեսզի չանեն նման բան կամ հենց նույն FIFA-ի ղեկավարությունը լուրջ հետևություններ անի։ Ինչ մրցավարներին առասարակ իրենք հավաքում նշանակում FIFA-ի մրցավարներ։ Այնքան տաղանդավոր երիտասարդ մրցավարներ կան, որ չեն տանում ազգային հավաքականներում դատելու, այլ ուղղակի թողում են ներքին առաջնությունը։ Օրինակ ես կբերեմ, մեր Չարաբաստիկ Ամիրխանյանը, որը ես վերջի ժամանակներս գնում էր միջազգային խաղեր դատում էր փայլուն, բարձր գնահատականներով հետ էր գալի։ Ինձ միշտ անան գալիս էր Հայաստանում զրոյական մրցավար։ Անենց որ տենց բաներ ֆուտբոլում կա մրցավարները միշտ էլ լինում են, դրա համար պետք է հենց նույն FIFA-ի ղեկավարությունը ուշադրություն դարձնի հենց մրցավարների մեկանը, որ ազնիվ է, նորմալ մրցավարա, բոլորս ենք, ես չեմ սխալում, այս մրցավարը միշտ էլ հայտնի եղել իր անհասկանալի որոշումներով։ Իռլանդական թեման շարունակելով, 2 տարի առաջ, երբ Իռլանդիան մեր վիճակում էր, Իռլանդիայի պարլամենտը եւ կառավարությունը հատուկ նիստ արեցին, այդ նիստով նրանք դիմեցին միջազգային կառույցներին, նաեւ Ֆրանսիայի կառավարությանը,
այդ հարցի հետ կապված իհարկե խաղը չվերախաղարկվեց, բայց ես լավ հիշում եմ Սարկոզին Ֆրանսիայի նախագահը ներողություն խնդրեց Իռլանդիայի ժողովրդից Անրիի հանրայդ ձեռքի հետ կապված։ Ես որքան տեղեկացված եմ Վիկտոր Դալաքյան ազգային ժողովի падգամավորը ուզում է նման նախաձեռնությամբ հանդես գա մեր խորհրդարանը նման հարց քննարկի կամ միգուցե մասսայական դա լինի։ Հասկանալի է խաղը չի վերախաղարկելու, բայց համաձայն չեք որ սա կլինի ինչ որտեղ բարոյական աջակցություն, նույն ասած FIFA-ն վերջի վերջո կսկսի այդ Եվրոպան կփորձի արդարության ինչ որ բան դնել ֆուտբոլի։ Հիմա մենք մի քիչ առաջվա մեր խոսակցություններին եկանք սկսել ենք հակասել։ Հիմա եթե մեր խորհրդարանը վերցրեց այդպես որոշում կայացրեց, ավելի մեծ աղմուկ կբարձրացնի, քան թե ասենք անգլիական կամ իռլանդական կամ իսպանական կամ ամբողջ աշխարհասփյուր մեր հայերը աղմուկ են բարձրացրել, դիմել են UEFA-ին, դիմել են FIFA-ին, սայթերը, ինչ ասես անում են։ Հիմա ինչա տալու մեզ։ Հերթական միան բարոյական հաղթանակ։ Բարոյական հաղթանակ, որ մեր ազգին այլևս պետք չի բարոյական հաղթանակ։ Մեզ հերիքա Մեզ բարոյական այնքան հաղթանակներ ունենք, մեզ պետք է ռեալ հաղթանակներ, որոնց պետք է սպասենք։ Եվ ես խոստանում եմ, մենք կստանանք այդ հաղթանակները։ Ես երկու հարց տվեցի անհատների հետ կապված, մեկը Ռոման Բերեզովսկի, երկրորդը Վարդան Մինասյան, ես պիտի նաև երրորդ հարցը տամ անհատի հետ կապված, Սարգիս Հովսեփյանի մասին է։ Ես միշտ համենայն դեպս ինչ որ վերապահում ունեցել եմ Սարգսի նկատմամբ, զուտ այնը ոչ թե իր խաղային որակների, այլ տարիքի։ Բայց հիմա ես պիտի ասեմ երևի հակառակ բանը, միգուցե զարմանալի լինի, ես ինքս պատրաստ եմ խնդրել, որ Սարգիս Հովսեփյանը չհեռանա ֆուտբոլից տարիքի հետ կապված, որովհետև ինքը իր կարիերայով, ինքը իր կենսագրությամբ երևի արժանի է, որ մեր թիմի հետ խաղա աշխարհի առաջություն։ Դուք որպես ֆեդերացիայի նախագահ ինչ եք մտածում։ Նախ ես ասեմ, Սարգիս Հովսեփյանը, ինչպես Բերեզովսկի համար ասացի, արժեքը մեր ազգային հավաքական։ Մեր անկախության օրից, երբ որ մենք ստեղծել ենք ֆուտբոլի ֆեդերացիա, ունեցել ենք ազգային հավաքական, Սարգիս Հովսեփյանը այն մարդն է, որը առաջի օրից ինչ ունի իր կյանքում տվել է մեր ազգային հավաքականին։ Եվ եկել է ժամանակ, որ մեր ազգային հավաքականի երիտասարդ տղաները տան Սարգիս Հովսեփյանին։ Իսկ ինչ վերաբերում է Սարգիս Հովսեփյանի հեռանալուն կամ ֆուտբոլը թողելուն, եթե Սարգիս Հովսեփյանից ուժեղ աչքի պաշտպան մենք հենց որ ունենանք, ես ինքը Սարգսին կխնդրեմ հավաքականում այլ պաշտոնի անցնելու։ Բայց առայժմ չունենք, եւ